Բարև ձեզ սիրելի ռազմահարունակիցներ, դուք դիտում եք Arm Comedy քաղաքամարսողական հաղորդումը։ Այո, մենք շարունակում ենք աշխատել, չնայած էքստրեմալ պայմաններին, աշխարհի վերջին մնացել է մի շաբաթից մի քիչ ավել, դրա համար շատ պլաններ մի կազմեք նոր տարվա համար։ Հա, եւ մեկ է սկսեք մի քիչ խոճապի մատնվել, թե չէ ոնց որ հատուկ առհամարեք ու նվաստացնեք այդ խեղճ մայաներին իրանց ապոկալիպսիսով։ Բայց նախքան ապոկալիպսիսը այս թվարկման մեջ դիտեք Աշխարհի վերջի գաղտնիքը, Էպոսագետի հիմնական մրցակիցը, նոր թեկնածու, արտագաղթի ալիքները բացվում են, հյուրը, երշիկագործ հրապարակախոս։ Այս շաբաթ աշխարհի վերջին նվիրված կազմակերպվել էր լուրջ մամլո ասորից ու ամենակարևորը դա մենք չենք կազմակերպել, բայց հաստատ մենք չենք կազմակերպել։ Չէ, ոնց է սա այս վերլուծաբաններն էին։ Աշխարհի վերջը ամենից առաջ եւ հատկապես հոգեբանական երևույթ է։ Հենց մարդկան զանգվածային խոճապով ու խոճապից կարող է իրոք գալ աշխարհի վերջը, բայց մինչև այդ մասնագետները պարզապես բացառում են այն։ Ավելին, հոգեբան Աննա Բադալյանը պնդում է, որ եթե անգամ գա այդ վերջը, պետք չէ խոճապի մատնվել, պարզապես ժպտացեք։ Եթե դա բոլորի հետ միասին է, ապա երևի թե ժպիտով։ Հա, I like apocalypse։ Լավ, իսկ ժամ կոնկրետ կա աշխարհի վերջի համար։ Տեր Շմավոն Քահանա Ղևոնդյանը պարզապես համոզված է, աշխարհի վերջը հետաձգվում է, միայն այն պատճառով, որ հենց Աստվածաշունչն է ասել, այդ մասին ոչ ոք չի կարող իմանալ։ Ոչ ոք չգիտե, թե երբ է այդ օրը լինելու։ Հա, այսինքն ամեն դեպքում հաստատ լինելու է, ուղղակի չգիտենք երբ, հա։ Բայց ես դեմ եմ Արմագեդոնին։ Ինչու։ Դա մի տեսակ արտաքին միջամտություն է, էլի մեր ներքին քաղաքականության մեջ։ Մի րոպե, ինձ հաղորդում են, որ ապոկալիպսիսը արդեն սկսվել է Շորժայում։ Շորժայամանքի հաղթանակած ժողովուրդ, միշտ հիշեք մեր ապուպապերի, մեր նախնիների ամենամեծ պատգամը, մեծ եւ հզոր Հայաստան կերտելու պատգամը։ Չէ, լավ, դա աշխարհի վերջը չի։ Չնայած շատ մոտ է դրան։ Բայց սա ավելի շատ տոնական, ուրախ միջոցառում է։ Դեք վերջում ասում է կեցեք ու նույնիսկ ձեռքով գրկում է Շորժայի համայնքը։ Կեցեք դու, կեցե Շորժան, կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Դե լավ է, մարզերում ամեն ինչ ուրախ անցնում, բայց ինձ նորից հաղորդում են, որ քաղաքի կենտրոնում արդեն երևում են աշխարհի վերջի նշանները։ Ինչ ա եղել։ Չէ, մեր ֆլամինգոները, Երևանի ֆլամինգոները, հանում են ֆլամինգոները, հասկանում եք։ Ֆլամինգոները չանեն։ Օրեր առաջ ֆլամինգոներ էին հայտնվել քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում, սակայն դրանք ինչ-ինչ պատճառներով հանվեցին։ Ախր ինչու, ախր մեր Երևանի համն ու հոտը, Թամանյանի արձանից հետո երկրորդ ամենաերևանյան հուշարձանը ոնց կարելի էր հանել ֆլամինգոները։ Սպասի, կարող բացատրեն մի հատ ինչի են հանել։ Սոցիալական ցանցերում քննարկումներին մասնակցող ակտիվ օգտատերերը պնդում են, թե դա հասարակական բացասական կարծիքի ճնշման արդյունքն է։ Դե ապրեք, սոցցանցերի օգտատեր։ Այդ եք ուզում, հա, գոհեք։ Մի հատ մեր անանուն աղբյուրին քաղաքապետարանում հարցրենք ինչ նոր պլաններ կան։ Մհեր անանուն աղբյուր Ինչ պլաններ կան քաղաքապետարանում դեկորացիաների հարցով։ Քաղաքապետարանը պատրաստվում է Կարապի լճի մոտ տեղադրել ավանդական հայկական ջղային ծտի արձանը։ Հա? Ինչի։ Դե որովհետև ֆլամինգոն այնքան էլ երևանյան չէր, ավելի շատ Գորիսի համար էր։ Իսկ Angry Bird-ի արձանը դեռ Թամանյանի նախագծում կար, ուղղակի չհասցրեց կառուցի։ Մերսի մեր ջան։ Դե հերիքա պալի տանեք։ Հա, կներես։ Հայաստանը ունի նոր նախագահի թեկնածու, ավելի շուտ Էպոսագետը ունի նոր թեկնածու։ Էս մարդն է։ Ազդարարի վերահիմնադիրը նախագահական ընտրություններին իր հիմնական մրցակից է համարում Էպոսագետ Վարդան Սեթրակյանին, իսկ նախագահի մյուս եւ ուժեղ թեկնածուների հետ չի էլ փորձում համեմատվել, նրանք ուժեղ են։ Ես ինչ եմ ինձ դեկամ, ով է որ ինձ ջարդեմ։ Ես էլ մի հատ քուլ եմ, մի հատ քուլ, որը սկսում է նոր շարժում, որը ասում է հայ մնացեք։ Դե չի կարելի այդքան համեստ ու ինքնակնդադատ լինել։ Այս ձեր մյուս գործընկերոջից օրինակ վերցրեք էլի։ Ես ծրագրում եմ առաջիկա 5 տարիների ընթացքում Ջավախքի վերամիավորումը Հայաստանի Հանրապետության հետ, Մայր Հայաստանի հետ եւ Հայաստանի հետագայում Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ցամաքային սահման հաստատելու ուղղությամբ։ Այսպես ինքնավստահ պետք է լինի թեկնածուն, որ Հայաստանը լավ առաջ տա, համ Ջավախքը միացնի, համ քանի առաջ է տալի երկրի պատշգամբը, մի քիչ էլ ասենք առաջ գնա մինչև Ռուսաստան։ Բայց մի րոպե դու ով է տարածքները լայնացնում։
Էլի վրացի կերպրի խփոցի լինի։ Չէ, Ժող ջան, համոզելով էպոսագետ իր մեթոդներ ունի։ Սասունցի Դավիթից մի քանի մեջբերում կանի վրացները կհալվեն, կտան ջավախ, Ռուսաստանի հետ սահման։ Այ դե ուրիշ, դե այդ մեթոդներով չի լինի, այն Արևմտյան Հայաստանն էլ միացնի կամ գոնե այս կտորը։ Չէ, հոп, չէ, տես չեղավ, բայց նոր տեխնացուն բան չեք թողնում անի։ Լսի, այս տեխնացուի մեջքինով է կանգնած։ Ազդարար հանդեսի վերահրատարակիչ Մարտիկ Սարգսյանը պնդում է, որ նախագահական ընտրություններին մասնակցելու իր ցանկության հետևում ոչ մի քաղաքական ուժ չկա կանգնած։ Լավագույն դեպքում իր հետևում պարզապես պատն է։ Ոչ մեկը ինձ գումար տվերեն, մարտական ընկերներս նստած են։ Խնդրեմ մարտական ընկերներս։ Մարտական ընկերները հերո բարեկամից լավ է։ Սենց ընկերներ որ ունի, վստահ պետք է լինի, որ հաղթելու է։ Մարտիկ Սարգսյանը հույս չունի, որ այս ընտրություններում կկարողանա հաղթել։ Հա, ինքնավստահության պահը կաղում է, այդ հաստատ։ Պարոն Մարտիկ Սարգսյան ջան, նայեք ստեղ ու ինքնավստահություն քաշեք մի քիչ էլի։ Ես վստահ եմ, որ ես կստանամ 81% ընտրողների։ Դա այն չափանիշն է, որ ես համարում եմ նորմալ։ Այդ այնց 79 չէ, 80 չէ, 81% ու ոչ պակաս, առանց աչքը թարթելու։ Կամ ինչ-որ մի հատ սյուր բան ասեք, որ զգանք լրջություն է այդ տեխնացության մեջ, ինչ-որ բան կատակը։ Ինչ-որ նախընտրական սյուր բան, որ էպոսագետին չախեք։ Ովքեր ենք մենք, Հայկի թորներ, Արևի որդիներ։ Մենք Արևի որդիներ ենք։ Եվ ամեն արտանոց պիասեք Փարք Վահագին։ Այս շաբաթ ռազմահայտնաբացահայտումներ եղան նրբերշիկի ոլորտում։ Պարզվեց, որ մեր նրբերշիկի արտադրողները անձնական շահը, եկամուտը ավելի շատ են սիրում, քան մեզ, մեր առողջությունը։ Չէ, հասկանում եմ, որ դժվար է սրան հավատալը, մենք միշտ մտածել ենք, որ երշիկ արտադրողների համար ամենակարևորը հայերի առողջությունն է, բայց այդպես չի։ Երշիկ արտադրող 21 ընկերություններ տուգանվեցին տարեկան հասույթի 1%-ի չափով։ Երշիկի արտադրության մեջ մեծ քանակությամբ սոյա, օսլա, սպիտակաձավար, ալյուր եւ ճարպ օգտագործելու համար։ Սա դեռ ամենասարսափելին չէ։ Երշիկեղենի շուկայում մի քանի ամիս տևած ուսումնասիրության արդյունքում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզել է, երշիկների որոշ տեսակների մեջ մսի բաժինը ընդամենը 16% է։ 16%, լուրջ, մեզ զորով բուսակեր են սարքում։ Տոկոսը քիչ է, 16, բայց գիտենք, որ այդ 16%-ը նորմալ միս է։ Հա, դե որ նորմալ միս է, հանգիստ ջուր խմեմ։ Տեղեկատվությունը հիմք է տալիս ենթադրելու, որ երշիկի արտադրության մեջ հիմնականում ներմուծված գոմեշի միս է օգտագործվում։ Գոմեշ, բայց ես գոմեշ չեմ սիրում։ Դե դրա համար էլ չեն ասում, որ վատ չզգաս քեզ, Սերգեյ ջան, լավ քթի ծակով են։ Հա, Վազգեն։ Տղեկ, այդ ինչ շուխուր է։ Հետստեղ մսի խալտուրա են փորձում անել, այդ ինչ ես ուտում։ Այդ սուպերմարկետում երշիկեղենի լավ ակցիա էր։ Լսի, աշխարհի վերջի գժանոց տոմսեր ունեմ, դիմացի շարք, լավ տեղեր, ամեն ինչ ցենտրեր, կուզեք։ Վազգեն ջան, այդ երշիկը ավելի լավ է միկեր էլի, դա գոմեշի մսից է։ Ոնց, երշիկի մեջ սկսել են միս գցել, դզեց։ Լսի, արեք էլի այն տոմսերը։ Ինչ արժեն։ 4 միլիոն դրամ։ Ոնց դեռ չի փոխանցել են 8 միլիոնը։ Ֆլամինգո ունեմ, ոչ մի կոպեկ չեմ ստացել էպոսագետից։ Իդեպ Շաբոյանի պատժիչ նիստին երշիկ արտադրողները չէին եկել։ Մի քիչ անհարմար են զգում, չեն կարողանում ժողովրդի աչքերի մեջ նայել։ Բացի մեկից, որը համարձակվել էր։ Միակ համարձակը Կարինե եւ Նարինե ընկերության հաշվապահ Գիղան Պողոսյանն է։ Ընդունում են սխալը եւ խոստովանում, որ օրենքի պահանջներից տեղյակ չեն եղել։ Բաղադրությունը հիմա ուրիշ նորմեր կան, այդ նորմերին մենք ծանոթ չենք եղել։ Նոր նորմեր։ Մեծ հանի նորմերը նոր, ստանոց ինչ է, իսկական այդպես բան կա։ Մի րոպե։ Հա, հեսա նորմ 15A, երշիկի մեջ էլ ոչ մի քեր չխառնել։ Եվ այսպես այսօրվա մեր հյուրն է երշիկեղեն արտադրող Մհեր Մսիկյանը, հանրահայտ Արտյոմ Մերի Շավարշ եւ Գոքոր 92, 94, 98 գործարանի սեփականատերը, բարև ձեզ Եղիշեր, շնորհակալություն։ Բարև Սերգեյ ջան։ Երևի ձեր բարեկրի անունով եք, չէ՞ կոչել գործարանը։ Չէ, պարզապես շատ սիրուն անուններ էլի, Արտյոմ, Մերի, Շավարշ եւ Գոքոր 92, 94, 98։ Գիտեմ ինչի համար եք ինձ ստեղ կանչել, հա, մեր գործարարն էլ եկան մտան, այդ անսիրտները մեզ էլ տուգանեցին, այդ ԴԲԲՄՊՀ-ն։ ՏՄՊՊՀ-ն։ Այլի այդ ՇԴՎՑՀ-ն մեր մոտ էլ մտավ, մի քանի երշիկ վերցրեցին, ստուգեցին ու տուգանել են։ Հիմա ես նոր տարիա դեմ աշխատավարձերը ոնց եմ տալու, դրա մասին չեն մտածել։
Երևի ձեր գրպանից։ Լավ։ Լավ, իսկ ձեր մսի մեջ քանի տոկոսն է միս, ձեր երշիկեղենի մեջ։ Ես հասցրել էի նրան, որ 2.5% էր միսը մեր երշիկներում, հասկանում ես, այսինքն ոչ մի հայրենական խոս, տավար, հորդ, ոչխար։ Մեզ երեխաներ են դիտում։ Հա, կներեք։ Մի խոսքով ոչ մի անասուն չէր տուժում մեր երշիկները արտադրելու պատճառով։ Ընդհանրապես ինձ գալա մրցանակ տալ կենթանիների իրավունքը պաշտպանելու համար։ Ես հայ ազգին բերեցի դեպի բուսակերություն։ Բայց գիտեք, երբ մենք մսամթերք ենք գնում, մենք ակնկալում ենք, որ մեջը կլինի նաև միս։ Ռդգձնել ասում միս։ Ինչ եք ասում միս։ Հենա միանգամից ասա կովիկ ասա, հələ Անուշիկի կադրերը մի հատ ցույց տվեք։ Нам весело живется, мы песенку поем. Անուշիկին էի ուզում ուտել։ Ուզում էր այդ քո ԺՄԳՑ-ի տնօրենի հետ սիրուն նստեիք, Անուշիկին Անուշ անեք, հա, էդ էր։ Դա նախ ՏՄՊՊՀ, երկրորդը մենք աշխատում ենք չխորանալ կենթանին անուն ուներ թե չէ։ Դե իմացի, որ բոլոր կենթանիներն անուն ունեն, ու ընդհանրապես օրենքը չի ասում ինչքան միս պետքա լինի մսեղենի մեջ, դրա համար ես ոչ մի բան չեմ խախտել։ Հա, բայց դա երշիկա, պարզ չի որ մեջը պետք է միսը լինի։ Պարզ չի, այսքան տարի է որ կերել ես ու չես իմացել որ մեջը սոյա է, չգիտեմ, սպիտակա ծավալ է, ալյուր է, ուրեմն գուցե դու բուսակեր ես Սերգեյ, վրեդ խաբար չկա, գուցե այդ ՇՄԿՏՀ-ենք էլ են բուսակեր իրանք չգիտեն։ Նիտրիտից, ֆոսֆատից, օսլայից հələ որ ոչ ոք չի մահացել այս մոլորակի վրա։ Կարող է մի փոքր վախենալու է հնչում, բայց այտենց վտանգավոր բան չկա, մենք հետո մի քիչ էլ հետո հույս ենք ավելացնում։ Հույս, որ այդ արհեստական բաներից մարդ չի մեռնի, հա։ Չէ, հույս, որ երշիկ գնելուց մեջը մի քիչ էլ միս կլինի։ Օրինակ իմ դեպքում հույսը 95%-ն է երշիկի։ Լավ, իսկ թուղթ խառնում եք երշիկի հետ, որտեվ ասում են, որ այդ ահագին տարածված։ Սերգեյ ջան, թուղթի գները տեսել ես։ Թուղթ մենակ են լավ ռուսական երշիկների մեջ են խառնում։ Հիմա որ ՏՄՊՊՀ-ն ձեզ տուգանեց։ ՋՂՄՎԺՑ-ն։ Հա։ Դրանից հետո ինչ որ բան փոխվելու է ձեր մոտ։ Ես էլ եմ մտածել դրա մասին, բայց նա հիմա որ սկսենք միս ավելացնել այդ երշիկի մեջ, պետք է ասեն, էս ինչ համը փոխվեց, էս ինչ համ է գալիս։ Դրա համար հազիվ այսքան մարդ բերել ենք դեպի բուսակերություն, որ ջուրը չենք գցելու, բացի դրանից այդ ԼՂՄԾԿ-ն երկրորդ անգամ երշիկները չի ստուգի։ Դա ի դեպ կարող է ձեր գործարանի կարգախոսը դառնա։ Արտյոմ Մերի Շավարժ եւ Գոքոր 92, 94, 98 դե երկրորդ անգամ ոչ են ստուգի։ Հա, լավ դեր։ Բացի դրանից ուզում եմ կոչ անել մեր բոլոր արյունասեր, մսակեր հայրենակիցներին մի անգամ էլ դիտել այս տեսահոլովակը, տեսեք Անուշիկը ոնց հանգնում։ Когда живется дружно, что может лучше быть? И ссориться не нужно, и можно всех любить. Լավներ։ Իսկ եթե այդքան սիրում եք կենթանիներին, գուցե ուղղակի պանիր արտադրեք կամ թխվածք։ Իսկ կարա մտեղ նիտրիտ ու ֆոսֆատ խառնեմ։ Արտագաղթը շարունակում է անհանգստացնել։ Ում անհանգստացնում։ Չգիտեմ, բայց շատ քչերին նույնիսկ վստահ չեն, որ այն ռուսական արտագաղթելու ծրագիրը փակվեց, թե՞ չէ։ Այն խոսակցությունները, թե իբր ծրագիրը կասեցվելու է, չի շարունակվելու, դրանք անհիմն են։ Խոսքը գնում է Հայաստանում միգրացիոն դաշնային ծառայության աշխատանքին։ Դուք գիտեք, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բազմիցս ասել է, որ Հայաստանում միգրացիոն ծառայության աշխատանքը ցանկալի չէ, սակայն ներկայացուցչությունն աշխատի թե ոչ, նկարագիրը չի փոխվի ամեն դեպքում։ Դրանով կզբաղվեն հյուպատոսարանները կամ արտերկրում դիվանագիտական բաժինները։ Շատ կռսական են էլի անում, դες չեղավ։ Լավա գոնե Ամերիկա գնալն է, ահա որ բարդ թե չէ, ընդհանրապես սա կգնային։ ԱՄՆ մուտքի արտոնագրերի, այսինքն վիզայի դիմումի նոր ընթացակարգը կգործի դեկտեմբերի 17-ից։ Նոր ընթացակարգը թույլ կտա արագացնել ԱՄՆ ոչ ներգաղթային արտոնագրերի համար դիմելու գործընթացը։ Ճուգում ես ամեն կողմից մեզ բրթում են, ստեղից դուրս բրթում են։ Ոչինչ սրա դեմը կառավարությունը արդեն առնում է։ Վարչապետը ստորագրել է հայերի կողմից ամենասպասված ու ամենակարևոր կառավարության որոշումը։ Ազգային տաղավար տոների կապակցությամբ կառավարությունը ոչ աշխատանքային է սահմանել 2013 թվականի ապրիլի 1-ի, հուլիսի 8-ի, օգոստոսի 19-ի եւ սեպտեմբերի 16-ի աշխատանքային երկուշաբթի օրերը, համապատասխանաբար տեղափոխել 2013 թվականի ապրիլի 13-ը, հուլիսի 13-ը, օգոստոսի 24-ը եւ սեպտեմբերի 28-ը շաբաթ օրերը։ Այդ տենց ապրի վարչապետը, հիմա տենամ ոնց են մարդիկ փորձում գնալ։ Իսկ ինչ որ վիճակագրություն կա։ In reality, the number of Armenian applicants has gone up a little bit since last year, but not a great deal.
Փաստացի դիմողների թիվը նախորդ տարվա համեմատ մի փոքր աճել է, բայց մեծ չի այդ տարբերությունը։ Բայց քիչ աճել։ Չէ, քիչ աճել։ Երևի այն մարդիկ են, որ չգիտեին տաղավար տոների մասին։ Լավ, իսկ 10 տարվա հետ համեմատած վիճակը ո՞նց է։ Looking over the statistics, there are actually a lot more applicants about 10 years ago than there are right now. Իսկ եթե ավելի լայն կտրվածքով նայենք վիճակագրությունը, 10 տարի առաջ դիմողները ավելի շատ էին, քան այսօր։ Ֆու, լավ է, դե լավ է։ Հաստատ սկսել ենք խելքի գալ։ Ժողովուրդ ո՞նց ես հիմա վերջը մնում ես, չէ՞, թե ծվրվում ես։ Աչքից ծվրվում եմ։ Բայց ինչու։ Դե կառավարությունը իմ մասին չի մտածում։ Ո՞նց չի մտածում։ Չես լսել, որ տաղավար տոների հարցն են լուծել, որ մի քանի երկու շաբթի չես աշխատելու։ Ոնց երկու շաբթի օրը չեմ աշխատելու։ Բա ուր եմ գնում։ Բայց այդ օրերի փոխարեն մի քանի շաբաթ օր պետք է աշխատես, ոչինչ։ Բնապահպանությունը շարունակում է մնալ թեժ խնդիր, որովհետև դեռ բնություն կա, հենց բնությունը վերացնեն, էլ թեժ խնդիր չի լինի։ Անցած շաբաթ Գետահովիտ գյուղում անցկացվեց հանրային լսում հիդրոէլեկտրակայանի կառուցման թեմայով։ Հա, այդպես պայտակ որոշեցին այս անգամ գյուղացիների կարծիքն էլ հարցնեն։ Մեգա էներգի ընկերությունը, որը պատրաստվում է Խաչաղբյուր գետի վրա փոքր հիդրոէլեկտրակայան կառուցել, հարցի շուրջ հանրային լսումներ էր կազմակերպել Իջևանի հարևանությամբ գտնվող Գետահովիտ գյուղում։ Գյուղում պնդում են, որ հեկը կառուցվելու է Արչատախլենի ծառատեսակի արգելավայրում, ինչը օրենքով արգելված է։ Բնապահպանության ներկայացուցչի դեմքին թռան բնության փչացնելուն դեմ տրամադրված գյուղացիները։ Պետության կողմից պահպանվող հատուկ բնապահպանական գոտիներ կան, որի մեջ մտնում է մեր Արչատախլենի պուրակը։ Եվ այդ տարածքում եւ նմանօրինակ նրա կիր բուֆերային գոտում արգելվում է ցանկացած տիպի տնտեսական գործունեություն։ Բացի պահպանման եւ վերականգնման պատասխանը։ Ինչ հեռավորությամբ այդ պատկերացնում բուֆերային գոտին, եթե դու գետը չեք ընդգրկում նրան։ Գետը համար 1 բուֆերային գոտի է։ Աշխարհում դրանից դուրս բան չկա։ Դե լավ է, այսինքն ժողովրդավարություն է տեղ ունենում։ Բնապահպանության նախարարությունը փաստորեն կարծում է, որ ժողովրդավարությունը լավ բան է, հա։ Մի քիչ էս ժողովրդավարությունը լավ բան է իհարկե, բայց նորից ասեմ, օրենքը տվյալ դեպքում մեր ովևէ ձևի չի ասում, նա եթե դրականա 30% կողմա քարը։ Մենք եկել ենք ուղղակի ձեր կարծիք հաշվի առնել։ Ձեր կարծիքը հաշվի առնելուց հետո մենք ձեզ վերջնական կպատասխանենք։ Լսում եք, թե ինչ պատասխան եք տվել մենք ձեզ։ Ձեր կարծիքը պետք է որ ավելի լավ կարող է մերժել երևի։ Հա, բայց կարևոր ասեց, որ ժողովրդավարությունը լավ բան է, ես հեսա կարտասվեմ։ Իսկ գյուղապետը ում կողմից է։ Պարոն գյուղապետ, մի հատ խնդրեմ։ Քո կարծիքն ինչ է, դու կողմես դե, ես ո՞ր առաջին ասում։ Ես օրինակ գյուղացի եմ, իմ կարծիքը ես գիտեմ ու ասում եմ։ Ո՞ր ջանի կարծիք է դա, որ ձեր կարծիքները լսեմ ու հետո որոշում կայացնեմ։ Ժող զգում ես ոնց են կարծիքդ կարևորում։ Հա, ամբողջ հանրապետությունով բնապահպանության նախարարությունը իմ կարծիքն է կարևորում։ Ու ինչպես է զգում։ Ուրախությանս չափ ու սահման չկա։ Իսկ քո կարծիքի հիման վրա արդեն որոշումներ հեչկայացրել են։ Լավ, մեզ օգնություն է պետք, ով ամենալավ ձևով պաշտոնյաների կյանքը դարձում դժոխք։ Մենք բոլոր սականատեսնենք, որ արդեն այս տարածքի, այս նախագծի վերաբերյալ կա մի կեղծ փորձագիտական եզրակացություն։ Մենք համոզված ենք, որ երկրորդն էլ է լինելու կեղծը, երրորդն էլ է լինելու կեղծը։ Այ դզում է, էլի, երբ ամեն մեկը իր տեղում է։ Վերջը ինչ եղավ այդ լսումներին, նորմալ անցավ։ Իմ տպավորությամբ հետևյալն է, այսօրվա հանրային լսումները անցան շատ վատ։ Ես ականատես եղա, որ ամենայն դեպս հավաքված բնակչությունը իր գերակշիռ մասով 99%-ով դեմ է տվյալ նախատեսող գործունեություն։ Ոյ, շատ վատ է անցել, որովհետև ժողովրդի ասած անցավ, հա։ Կորանամ ես, կարող է նախարարությունը չկարողանա մխտրել այդ գետը։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն, իսկ վերջում դիտեք վիդեոբոցը։ Ինչու է ձեր անձի հետ կապը։ Ես չգիտեմ, այդ անողներին կհարցնեք, իրանք կասեն, հո ես վանը չեմ, Վանգանը։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight.
Հիմա ինչ ես երշիկը գոմեշի մսից է, հա։ Դե 16%-ը, հա։ Բա մնացածը։ Իսկ մա ֆլամինգոյի համա։ Հա։ Հա։